քիչ առաջ ասացիք, որ կաթողիկոսը ինչ-որ պատվիրակություններ ա ուղարկել, ինչի մասին է խոսքը, կարծես մենք նման տեղեկության չենք հանդիպել։ Հետո իմ բուն հարցերը ազգային ժողովում ասացիք, որ երկաթուղիների հետ կապված $400 միլիոն առաջարկ կա։ Այդ թիվը հնչեցրել եք, որ Հայաստանը վաճառ։ Եթե նման առաջարկ կա, ու ռուսական կողմն էլ ասում է, որ պայմանագրի խզումը $300+ միլիոն տուգանքի կհանգեցնի։ Եթե ամեն ինչ այդքան հրատապ է, ինչի հայկական կողմը, ու գիտենք, որ հրատապ է այդ մրցակցությունը ապահովելու համար, ինչի շատ ավելի կտրուկ քայլերի Երևանը չի դիմում, եթե իրոք նման առաջարկներ արդեն կան։ Երկրորդ հարցը TRIP-ի մասնակցության ձևաչափեր այլ երկրների հետ, երրորդ երկրների մասնակցության հարց այս պահին քննարկվում է, վերջերս դուք Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև այդ տրանսպորտային համակարգերի հարցում համագործակցությանն եք անդրադարձել, արդյոք նաև TRIP-ի հարցն է շրջանառվել, թե ոչ։ Եվ եւս մի հարց է, Լաչինում հանդիպում եղավ հայ եւ ադրբեջանական էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև, որից միայն հայտնի է դառնում, որ արտահանման ու ներկրման հնարավորություններն են քննարկել, հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ ավելցուկային հոսանք են արտադրում։ Կոնկրետ ինչ է քննարկվել, Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսանք ներկրել, թե գուցե ընդհակառակը վաճառքի հեռանկար է բացվել։ Կաթողիկոսի հետ կապված մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել շոշափելու համար, հոգևոր քաղաքական, չգիտեմ ինչ շորերով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, այսպես ասած, հասարակական քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի պրոցեսների նմանությամբ։ Երկաթուղու հետ կապված նախ գիտեք, որ մենք հարցը հրատապ է, բայց այնպես չի, որ մենք ժամանակ չունենք վերջ։ Այսօր ժամը ասենք ենթադրենք 2-ին, մենք նախ գիտեք, որ պրոցեսներ ենք սկսել Ախուրիկի եւ Երասխի հատվածում Գյումրի միջև Գյումրիում եւ Արարատում ամբողջացնելու, վերականգնման աշխատանքներ անելու, դա կտևի ինչ-որ մի ժամանակ եւ այդ ընթացքում մենք շարունակում ենք աշխատել։ Այսինքն շատ ակտիվ աշխատանք քննարկումներ ա տեղի ունենում, այնպես չի, այսինքն աշխատանքային պրոցեսներ գնում են եւ այո, քննարկումների մեջ էլ հիմա այնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր ա տվել կամ գրավոր առաջարկ ա տվել, որ ես $400 միլիոն պատրաստ եմ վճարել։ Բայց այդպիսի բանավոր մակարդակում, այդպիսի, գիտեք ինչ կա քննարկում, որ կա չէ, որ մոտավորապես գնանշում է արվում, իսկ այս կներեք կոպիտ ասած այս ապրանքը ինչքանով կվաճառվի։ Եվ ասվում է օրինակ 350-400, այն մյուսը, որ մեր կարծիքով հետաքրքրված է, իսկ ինչ եք մտածում այս գնի մասին։ Հա, կարող վատ գին չի թվում, լավ գին է թվում, արդար գին է թվում, այսինքն այս ժանրի խոսակցությունն է, որը կզարգանա, միանշանակ կզարգանա, եւ ավելի պաշտոնական մակարդակներում էլ է դա խոսվում, քննարկվում։ Ղազախստանի մասով, TRIP-ի մասով քննարկվել է հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ TRIP-ում մասնակցությունը, ներգրավվածությունը ներդրումային, իհարկե այնտեղ ներդրումային հնարավորություններ լինելու են, հստակ սահմանված է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ, այսինքն երրորդ կողմերը կարող են ներգրավել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ Հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են էլի հետաքրքրություն, բնականաբար մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք, բայց պետք է նաև քննարկենք արդեն կոնկրետության մեջ, որովհետև այնուամենայնիվ ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չի, եւ պետք է հասկանալ ով ինչ ներդրումային փաթեթ է, ներդրումային ծրագիր է առաջարկում եւ ընտրել լավագույնը։ Եվ մի հատ էլ եք հարցնել։ Հա, Լաչինում հանդիպումը, դե գիտեք հոսանքի տարբեր բաներ կան, ռեժիմներ կան։
եւ երբեմն լինում է որ երկրները ավելցուկ են ունենում, երբեմն լինում է որ պահանջարկ են ունենում, նաեւ նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտի Հայաստանի ներդրումները, մեզ պետք է նաեւ լրացուցիչ հասկանալ, եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել, այդ թվում Ադրբեջանից, մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ, եւ մենք ավելին ասեմ, գիտեք որ նախագիծ կա, որը Եվրամիության ֆինանսավորում եւ Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որ հոսանքի արտահանում ներմուծումը ավելի հեշտ ստանա։